Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է։ Այսօր 15 մայիսի, օրը 5-շաբթի, բարի երեկո։ Կենսաբազմազանության միջազգային օրվան ընթառաջ Կարճախբյուրի մանրաձկան գործարանից լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձուկ։ Գործարանում նաև տեղի է ունեցել Հայաստանում ձկնաբուծության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանն ուղղված աշխատաժողով։ Կենսաբազմազանության միջազգային օրվան ընթառաջ Սևանի իշխան ընկերության Կարճախբյուրի մանրաձկան գործարանում աշխատաժողով է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ։ Ձկնաբուծության և ձկանկերի արտադրության ոլորտներում մասնագիտացած հոլանդացի գործընկերների հետ քննարկում են Հայաստանում ձկնաբուծությանը, մասնավորապես Սևանի իշխանի պաշարների բնական վերականգնմանն առնչվող հարցեր։ Մենք ներկայացրեցինք մարզում իրականացվող ծրագրերը Սևանի վրա վնասակար ազդեցությունների թույլատման առումով, գետերի հուների մաքրման, նաև կեղտաջրերի հեռացման մասին ներկայացրեցինք, թե ինչպիսի ծրագրեր են նախատեսվում եւ իրականացվում մարզում, ինչը նաև գործընկերների կողմից շատ կարեւորվեց, իրենք եւս այդ խնդիրները այս ընթացքում ուսումնասիրել եւ բարձրաձայնում էին։ Յուրաքանչյուր տարի Սևանի իշխանի մանրաձկան բաց թողումը լիճ նպաստել է այս ձկնատեսակի պաշարների ավելացմանը, սակայն իշխանի վերարտադրության համար կենսական նշանակություն ունեցող գետերի աղտոտվածությունն ու սակավաջրությունը շարունակում են մնալ բնական պաշարների ավելացման հիմնական խոչընդոտները։ Ձկնորսների կողմից են դրանք շեշտվում, որ Սևանի իշխանի պաշարի ավելացում է նկատվում Սևանալեջում, իսկ այն ծրագրերը, որոնք որ մենք փորձում ենք իրականացնել կամ իրականացնում են գետերի հուների մաքրման ու ամրացման աշխատանքները, դրանք հնարավորություն են տալու Սևանի իշխանին, որպեսզի դուրս գա դեպի գետի հուն եւ այնտեղ ձվադրում իրականացնի։ Աշխատաժողովի մասնակիցները շրջայց են կատարում գործարանում, որտեղ կատարվում է մանրաձկան միջին քաշի որոշում, ապա իրականացվում է մանրաձկան բաց թողում Սևանալիճ։ Շրջակա միջավայրի նախարարության եւ Կարճախբյուրի մանրաձկան գործարանի համատեղ միջոցառմանը մասնակցում են նաեւ տարածքում մաքրման աշխատանքներ իրականացրած դպրոցականները։ Փորձեցինք շնորհակալություն հայտնենք Սևանալճից, Սևանալիճ բաց թողելով 36,000 հատ Գեղարքունի իշխանի կենսունակ մանրաձուկ, որոնց միջին զանգվածը շուրջ 25 գրամ էր։ Հույսով եմ, որ բաց թողած մանրաձկները շուտ կադապտանան, կենսապայմաններին կհարմարվեն։ Նախատեսված է մինչև տարեվերջ լիճ բաց թողնել Սևանի իշխանի Գեղարքունի եւ ամառային ենթատեսակի 820,000 հատ մանրաձուկ։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Բայազետ կենտրոնը Գավառ եւ Սևան քաղաքների կանանց շրջանում իրականացրել է դասընթացներ, ուղղված հանրային քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցությունն ակտիվացնելուն։ Կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանը, քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցության ակտիվացմանն են ուղղված Բայազետ կենտրոնի դասընթացները։ Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Սևան քաղաքներից ընտրված կանայք ծանոթանում են հանրային քաղաքականության հիմունքներին, համայնքային գործընթացներին մասնակցելու մեխանիզմներին։ Կանանց կրթվածությունը, կանանց քաղաքացիական գիտակցությունը, հանրային միջավայրի հանդեպ իրենց գիտակցության մակարդակի բարձրացումը շատ կարևոր է հետագայում լավ ճիշտ սերունդներ ու ճիշտ ղեկավարներ նաև դաստիարակելու համար։ Ուստի ցանկացած ծրագիր, որը որ աջակցի կանանց քաղաքական, քաղաքացիական, հասարակական գիտակցության բարձրացմանը, վստահաբար մեր ապագայի վրա ներդրում կարող ենք համարել։ Դասընթացների ընթացքում մեր մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ տեղական ինքնակառավարման համակարգին, ձեռք բերեցին հաղորդակցության եւ բանակցային հմտություններ, ինչպես նաեւ ծանոթացան հանրային քաղաքականության մշակման գործընթացին։ Դասընթացներին ներգրավված կանայք սկսել են ավելի կարևորել համայնքային կյանքին իրենց մասնակցության անհրաժեշտությունը, վստահ են կարող են օգտակար լինել իրենց գործունեությամբ եւ մասնագիտական կարողություններով։ Ծրագիրը ինձ տվեց, որ կանայք իրավունքների պաշտպանությունը եւ տեղեկատվությունը մեծ ազդեցություն ունի համայնքի կյանքում, բիզնեսի եւ ընդհանուր առաջադիմության համար։ Մենք կարող ենք մեր աջակցությունն ու ներգրավվածությունը ունենալ համայնքի զարգացման համար։ Դասընթացների մասնակիցները համապատասխան փորձագետի հետ նաև քաղաքականության փաստաթղթի մշակման հիմնական ուղղություններն են նախանշում։ Այս փաստաթուղթն ուղղված է լինելու կանանց իրավունքների պաշտպանությանը։ Կանանց ուսուցումն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում ծրագրով Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ։
Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառ համայնքում մեկնարկել եւ ընթացքի մեջ են ծառատնկման աշխատանքները։ Պատվիրատուն Գավառի համայնքապետարանն է։ Աշխատանքներն իրականացվում են Գավառ քաղաքի եւ բնակավայրերի կենտրոնական փողոցներում, հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների բակերում, ինչպես նաեւ պատմամշակութային տարածքներում։ Տնկվում են կեչի եւ տույա տեսակի տնկիներ, չորացած ծառերը փոխարինվում են նորերով։ Ծառատնկմանը Գավառ համայնքում կհաջորդեն ծաղիկների ու թփերի տնկման աշխատանքները։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի իլրումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցում արդեն 5 տարի անցկացվում է շախմատի հուշամրցաշար նվիրված նույն դպրոցի մանկավարժ Արամայի Սարգսյանի հիշատակին։ Մրցաշարը համախմբում է տարբեր տարիքի շախմատասերների մարզի տարբեր համայնքներից։ Դպրոցում ֆիզիկա եւ շախմատ դասավանդած ուսուցիչը մեծ սեր է ունեցել շախմատի նկատմամբ եւ այն փոխանցել իր աշակերտներին։ Հենց նրանցից մեկի Գուրգեն Հարությունյանի գաղափարն է կազմակերպել շախմատի մրցաշար ի հիշատակ խստապահանջ եւ հետեւողական մանկավարժի։ Միջոցառման հիմնական նպատակն է համայնքում զարգացնել առողջ միտքը, հատկապես աշակերտներին եւ երիտասարդներին հնարավորություն տալ պայքարել եւ հաղթելու միջոցով ձևավորել ամուր կամք։ Մրցաշարը հնարավորություն է տալիս ոչ միայն Ճամբարակ համայնքի մասնակիցներին, այլ նաեւ ամբողջ մարզի շախմատասերներին այսօր հավաքվել Թթուջուր գյուղում եւ անցկացնել հիանալի մրցաշար, փորձել իրենց ուժերը, իրեն աշակերտների շնորհիվ, իրեն աշակերտների աջակցությամբ այս մրցաշարը իրականացվում է։ Մեր նպատակն էր, որպեսզի առաջի հերթին նրա անունը բարձր պահենք եւ երկրորդ նպատակն էր մատաղ սերունդի մեջ դաստիարակել առաջի հերթին շախմատը եւ հնարավորին սահման կարողանալ ներգրավել ավելի շատ եւ մեծահասակներ եւ աշակերտներ։ Մեր զինվորներն էլ են մեծ հաճույքով մասնակցություն ունենում յուրաքանչյուր տարի եւ ուրախալի է, որ նմանատիպ մրցաշար անցկացվում, համերաշխություն առաջի հերթին, ընկերասիրություն։ Մրցաշարի գլխավոր մրցավար Գեղարքունիքի մարզի շախմատի գործող չեմպիոն Գարիկ Մարտիրոսյանը ներկայացնում է մրցաշարի անցկացման կարգը, տարիքային 2 խումբ է մասնակցում, մինչև 18 եւ 18-ից բարձր։ Մրցաշարում մասնակցում են մոտ 62 մասնակից, տարբեր խմբերով, մինչև 18 տարեկաններ եւ մեծահասակների մեջ, տարբեր համայնքներից, մարզերից։ Մրցաշարը լինելու է 10+5 ժամակարգով, ռափիդ մեր սիրած մրցաշարն է։ Մրցաշարում 2 անթույլատրելի պարտություն է համարվում, 2 անգամ նկատողություն եղավ մինչև 18 երեխեքի մեջ, հաջորդ խաղը պարտություն է գրանցվելու։ Կան շատ ավելի բարձր կարգի շախմատիստներ, մինչև 18 տարեկան հասակում, ովքեր նպատակահարմար է, որպեսզի խաղան մեծահասակների խմբում։ Մրցաշարի անցկացումը դրական ազդեցություն է թողնում հատկապես պատանի շախմատիստների շրջանում։ Նրանք շարունակում են զարգացնել իրենց հմտությունները, ավելի լրջորեն են վերաբերվում մարզումներին, նկատում է հուշամրցաշարի նախաձեռնության հեղինակը։ Միջոցառման շրջանակներում հասկանալով, որ ամեն տարի է այստեղ անցկացվում, կարողացան էլ ավելի հմտանալ շախմատի մեջ, ավելի զարգացնել այդ ունակությունը եւ արդեն այսօր ունեն շախմատային կարգ, երկրորդ կարգ, երրորդ կարգ, առաջին կարգ, ունենք նման երեխաներ, որոնք մարզից դուրս լուծարողություններ են գրանցում։ Այստեղ կային թոշակառուներ, որոնք խաղում էին, լավ էլ խաղում են, բայց այսօր մոտեցան մեզ եւ ասում են գիտեք, ասում եմ, Մելան ջան, այս երեխեք ինչ լավ են խաղում, ինչ որ մի բանի կհասնեն։ Մեր կրտսեր երեխեքը լավ են խաղում, արդեն մտածում են։ Մրցաշարին հետևում են Արամայի Սարգսյանի գործընկերները, եւս մեկ առիթ է միասին անցած ուղին վերհիշելու եւ կյանքից վաղաժամ հեռացած գործընկերոջ մասին խոսելու։ Արտակարգ մարդ, որպես համբերատար, զուսպ, կիրթ, դաստիարակված անձնավորություն։ Ինքը շատ օրինակել էր եւ այդ արդյունքը, որ այսպես հիշվում է ինքը եւ գնահատվում է, դա հուշում է իր լավ աշխատանքի մասին, իր լավ մարդու տեսակի մասին, իր բարի մարդու տեսակի մասին։ Ինքը ֆիզիկայի մասնագետ էր, իր առարկայի գիտակ էր նաև եւ աշակերտներն էլ շատ էին սիրում եւ արդյունքում խնդրեմ այս միջոցառման հեղինակները
հենց իր աշակերտներն են այդպես հատուցում։ Հուշամրցաշարն ամփոփում են պարգևատրման արարողությամբ։ Պատվոգրով եւ մեդալով պարգևատրվում են տարիքային երկու խմբերի առաջին, երկրորդ, երրորդ տեղ գրաված մասնակիցները։ Մինչև 18 տարեկանների խմբում առաջին տեղ է գրավում 7-ամյա Ալեքսանդր Գիչունցը, 15-ամյա Արմեն Ղանադյանը, ով խաղում էր 18-ից բարձր տարիքային խմբում, նվաճում է այդ խմբի առաջին տեղը։ Շնորհակալագրի են արժանանում մրցաշարի կայացման աջակիցները։ Հուշամրցաշարի կազմակերպմանն օժանդակում է Ճամբարակի համայնքապետարանը, կարևորելով պատանիների մտավոր զարգացումն ու շախմատի տարածումը։